Սելիներ, սելի ավադագիցներ, սելի քույրերի եղբայրներ, գողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի բադվական անունով եւ գողջունենք նաեւ բոլոր անոնք, որոնք գեհդեվին մեզի համացանցի միջոցով եւ գամ հերադեսիլի ICFN.TV միջոցով։ Ուր որեք Աստվածորդն է ձեզ առողջ բահե հավատքով բահե եւ կշնորհավորենք մեր բոլորին մայրերով նաեւ։ Քիչ առաջ ունեցանք մայրերովը հատուկ նախաճաշ եւ գուզեմ հատուկ շնորհակալություն հայտնել Andy Melody Մեղդեսյաններուն եւ երդասարտներուն, որոնք նվիրական ծառայություն մատուցին երդասարտները եկեղեցի են եւ բացառիկ օգնեցին թող Աստվածորդնես իրենք Andy Melody-ին եւ բոլոր անոնք, որոնք օգտակար եղան նախաճաշի բացրաստության, հյուրասիրության, ինչպես նաեւ հայդակրին բաժին փերողներուն La Sarmos, la Asmunk, la Navak. Թողդեր արադաբես օրհներ զորացնե մեզ բոլորս իր փառքին համար։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի։ Եկող գիրակի 9 քառորդ անցած անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11-ին հայերեն լեզվով պաշտամունք։ Այսօր միասին անգլերեն եւ հայերեն միացյալ պաշտամունք էր։ Ուրեմն եկող գիրակի 9 քառորդ անց հայերեն եւ ժամը 11-ին անգլերեն, 11-ին հայերեն, ժամը հայերենի պաշտամունքի ընթացքին նաև փոքրեր կունենան իրենց հատուկ ծրագիրը, գիրակտորիա դեպրոց, որ կունենան իրենց հատուկ Աստուծո խոսքի սերտողություն եւ այլ ծրագիրներ։ Երեքշաբթի օր մեր դիգիները կդոնեն մայրերը օր, երեքշաբթի ժամը 10:00-ին մայրեր, օրիորդներ հրավիրված եք այս հատուկ ծրագրին երեքշաբթի առավոտ ժամը 10:00-ին հատուկ մայրերի օրվա ծրագիր կա։ Ուրբաթ օր երիտասարդները կհավաքվին, բադայներ կհավաքվին ժամը 7-ին, ուրբաթ երեկոյան ունենալու իրենց հատուկ ծրագիրը նաև։ Աղոթող եղեք մեր ծրագիրներուն, իսկ ամեն գիրակի ժամը 10-ին 11 ունենք Աստվածաշունչի սերտողություն բոլոր դարիքներու համար։ Կաչալերեցեք, աղոթեցեք, ներկա եղեք եւ փառքը Աստուծո մեր բոլոր ծրագիրներու մեջ։ Այսօր մայրերի օր կանցադառնանք, բայց հիշեցնենք, թե նաեւ հայրերի օր ունենք եկող ամիս հայրերի օրվա հատուկ նախաճաշ կա եւ ապա պաշտամունք կա այսօրվա պես։ Կանք եւ միասնապար դոնենք հայրերի օր։ Աստուծո սրբազան խոսքեն գգարտացվի երկրորդ թուղթ Դիմոթեոս առաջին գլուխ առաջին 7 համարները ուր Պողոս առաքյալ իր նամակը գկրե Դիմոթեոսի ասելով Բողոս Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստուծո գամքովը գենաց խոստումին պես որ Քրիստոս Հիսուսով է Դիմոթեոսին Իմ սիրելի որդիի շնորհք ողորմություն խաղաղություն հոր Աստուծմեն ու Քրիստոս Հիսուս մեր Տերոջմեն Շնորհակալ եմ Աստուծո որ կպաշտեմ իմ նախնիկներուս նման մաքուր խղճմտանքով Միշտ քեզի մաղոթներուս մեջ հիշելով գիշեր ցերեկ ցանկալով քեզ տեսնել ու միտք բերելով քու արցունքներդ որբեսի ուրախությունով լեցվիմ Եվ Պողոս առաքյալ այս նամակին մեջ Դիմոթեոսի ուղված գսե գհիշեմ քու ունեցած անգերց հավատքդ որ առաջ մեծ մայրդ Լավոթիա Եվ քու մայրդ Եվնիգե ունեին, եւ համոզված եմ, որ տուն թեր ունիս։ Անոր համար քու միտքդ գցկեմ, որ արձարծես Աստուծո բարգևը, որ քեզի դրվեցավ, երբ իմ ցերկերս քու վրա թռի։ Վասնզի Աստված մեզի երկչոդության հոգի չտվավ, հապա զորության, սիրո եւ զգաստության։ Ամեն։ Ահա Վասիկ
Մայիս ամսվան երկրորդ կիրակին եւ կանցաթարնանք մեր մայրերուն։ Ամեն տարի 35 միլիարդ դոլարեն ավելի գծախսվի մայրերը օրվան եւ ամենեն շատը ծաղիկներ եւ ապա ջաշը այսե կամ այն է։ Ես շնորհակալություն նաեւ Մեդաքսիային, որ այսօրվա ծաղիկները իրենց մոր հիշադակին նվիրեց մեր մայրերուն։ Եթե մեր ընտանիքներուն նայենք եւ հատկապես մեր մայրերուն եւ մեծ մայրերուն վեր հիշենք բահմա, կամ նայենք, եթե գաբրին այսօր, եւ կամ մոլակույրներու, հոլակույրներու, պիտի տեսնենք, որ յուրաքանչյուր անձ ունի հատկությունը, բայց միշտ լսած եմ, թե հավատացյալ հայր մայրեր իրենց վեհ բարձր արժանիքներով, քրիստոնեական հավատքով, սկզբունքներով օրինակ եղած են իրենց զավակներում։ Նույնիսկ եթե չեն խոսած, իրենց կյանքով օրինակ եղած, իրենց աղոթքի կյանքով օրինակ եղած։ Հավատացյալ մոր հատկանիշները այնքան շատ են, որ այսօր քանի մհադին պիտի անդրադառնանք։ Արժեքներն մեկը, հատկություններն մեկը հավատացյալ լալն է, բարեպաշտ լալն է։ Եթե փառամներուն նայենք, բարեպաշտ կնշանակե բարի, ուղիղ, ճշմարիտ պաշտամունք ունեցող։ Այսինքն մեկ խոսքով հավատացյալ։ Այսինքն ապրիլ եւ գործել հետևելով գրոնական պատվիրաններուն, Տեր Հիսուսի ուսուցմունքներուն։ 5 դագարանին մեջ կտեսնենք, երբ Մովսես անաբադին մեջ պաշտամունքի համար ժողովարանի շինությանը ցերնարգեց։ Բարեպաշտ մայրեր, հավատացյալ մայրեր իրենց ոսկեղենները բերին, որպեսզի խորանը շինվի։ Նոր գդարանին մեջ, Բողոս Արաքյալ Դիմոթեոսի կրածնամագին մեջ կովասանքով գանցաթարնա, թե մեծ մոր, թե մոր հավատքի կյանքին։ Անշուշտ եթե մեր պատմության երթանք պիտի տեսնենք, մեր մայրեր, մեծ մայրեր, ցեղասպանության են, երբ դերձորի անաբատներ քշվեցան, երբ ցադիկեդին մեջ խեղդվեցան, բայց բահեցին, փոխանցեցին քրիստոնեական հավատք։ Եվ կամ անոնք, որոնք ազատեցան, փորձեցին բահել քրիստոնեական հավատք, փոխանցել նոր սերունդին։ Հայաստանի մեջ համայնավարության շրջանին քանի վկայություններ լսած, երբ մեծ մայրեր գաղտնի իրենց թորները գարնեն եկեղեցի գտանին, ուր կքարոզվեր դպրոցներուն մեջ անաստվածություն, բայց նվիրական մայրեր, մեծ մայրեր փորձեցին այդ հավատքի կյանքը փոխանցել։ Նույնիսկ մեր քույրերեն մեկը, որ ասկե շրջան առաջ արգավորություն ունենք, երբ իր ամուսինը գաքսորվի Սիբիր, աստվածաշունչ հետ գտանի, այդքան զորավոր հավատքի կյանք եւ փոխանցե հաջորդ սերունդներում։ Մինչև այսօր դուք որքան ածո փախ կուտանք ձեզ մերականչուրին համար, որ թև թիգում կգենակ եկեղեցին եւ կփորձեք ձեր նվիրական կյանքով օրինակ լալ նոր սերունդին, բարեպաշտությամբ, հավատքով, բայց եւ քիչ մտուրս ելենք եւ նայենք ընդհանուր մեր հայ ընտանիքներուն վիճակը, ընտանիքներուն կյանքը ինչ կտեսնենք, որքան հերու գաբրին հավատքեն, քրիստոնեական կյանքեն եւ այսօր գանչված մենք բոլորս դուք սորվիլ մեր մեծ մայրերեն, մեր նվիրական մայրերեն,
հավատքի կյանքը եւ փորձենք ուրիշներուն պատմել, որ ուրիշներ սորվին, օրինակ առնեն, որպես իրենք նաև դասյարակեն իրենց զավակները քրիստոնեական հավատքով, Քրիստոսի շունչով, հայրենասիրությամբ։ Եվ եթե մայրը չդասյարակե, մեծ մայրը չդասյարակե, ով պիտի դասյարակե։ Երկրորդ հատկանիշը գտեսնենք գարեկցող մայր, գտեսնենք օգնող, ցերկ երկարող մայրեր, մեծ մայրեր։ Գիտեք, գարեկցությունը այնպիսի զգացումն է, որ գարաշնորհ թե անձը ուրիշին նեղության, վիշտին, գարիքին ցավակցելու, գարեգիցը լալու։ Կարծես թե իր ցավն է, երբ կտեսնե դիմացինին ցավը։ Եվ հավատացյալ մոր մեջ գտեսնենք կուտ, գտեսնենք զոհաբերող սեր, գտեսնենք արցունք։ Երբ Տեր Հիսուս խաչ կուղվեր, գիներ ողբային, գուլային, եւ Տեր Հիսուսը ասավ, ով Երուսաղեմի աղջիկներ, իմ վրաս միլակ, ցեր անձերուն վրա, ցեր զավակներուն վրա լացեք։ Այսօր հավատացյալ մայրեր, որքան արցունքներ գտապեն, գծավին իրենց զավակներուն համար։ Որքան մայրեր, մեծ մայրեր չերվերանտությամբ գաղոթեն իրենց զավակներուն, իրենց թորներուն փրկության համար։ Դուրս ելենք մեր շրջապատեն եւ պիտի տեսնենք ինչ ընտանիքներ գորուստի ջամփան բռնած կերտան։ Մայրեր գարեկցությամբ օրինակելի կյանք ապրին։ Եվ մենք կանչված ենք մեր մայրերեն, մեծ մայրերեն սորվիլ, ցերկ երկարել, օգնել, գարեգիցը լալ։ Ուրիշ հատկանիշը, որ հերոսություն կնկատենք, իրենց զոհողության կյանքը։ Իրականության մեջ ընդհանրապես հերոս կնկատվին այն անձեր, որոնք բادرազմի տաշտին վրա հերոսությամբ, քաջությամբ կբայքարին։ Անոնք կգոչվին հերոսներ։ Իրականության մեջ մեր մայրերը, մեր մեծ մայրերը հերոսներ կնկատվին, ոչ թե բادرազմի տաշտին վրա, այլ ամենօրյա կյանքի բادرազմին մեջ իրենց հերոսական, նվիրական զոհողությամբ լեցուն կյանքով։ Իսկապես հերոսություն, զոհողություն կնկատվի, երբ մայրեր համբերությամբ կապրին, եւ հատկապես այն մայրերը, որոնք համբերությամբ կապրին այնպիսի դուներու մեջ, ու դունը թժողքի վերածված է, բայց համբերություն եւ կփորձե զավակներուն իրենց լավակույնը։ Իրականության մեջ հերոսություն կնկատվի, երբ մայրը ցավով, երկունքով կծնանի։ Հերոսություն կհամարվի, երբ մայրը Քրիստոսի շունչով, հայրենասիրությամբ, ազգային գիտակցությամբ կդասյարակեն, կմեծնեն իրենց զավակները եւ ոչ թե անդարբերությամբ։ Եվ անշուշտ, եթե հարցնելու լանք մեր մեծ մայրերու, մեր մայրերու մասին, պիտի տեսնենք որքան օրինակներ կան։ Որքան մայրեր ապրեցան վասն հավատքի, վասն հայրենիքի, այս լոզունքով, դեսլականով, կյանքով, եւ կշարունակեն այսօր նույն ցևով, իրենց նվիրական օրինակով օրինակ գլալ իրենց զավակներուն, թորներուն, հարազատներուն։ Եվ դուրս ելենք, ընտանիքներու հանդիպինք, կանչված ենք մենք խոսիլ, վգայել, որպեսզի ուրիշներ նաև մեր մայրերեն, մենք ուրիշներ, մեր մայրերեն սորվինք հերոսություն, զոհողություն, նվիրվածություն։ Սելիներ
Մահաբադիժի ենթարկված փանդարգյալը դադարյալը որպես վերջին ցանկություն գխնցե թուղթը եւ քրիչը Գարնա այս թուղթը մադիդը գսկսի քրել Մի քանի րոպե քրել է յետքը դադարյալը գխնցե փանդի բահագեն որ նամակը փոխանցեն իր մոր հարազատ մոր Եվ նամակին մեջ այս փանդարգյալը գկրե հետևյալը Մայրիկ Եթե այս աշխարհի մեջ իսկապես արդարությունը լար մենք երկուքս այսօր մահաբադիժի պետք է ենթարկվեինք եւ ոչ թե միայն ես Դու նույնքան մեղավոր ես որքան ես իմ ապրած կյանքիս համար Գհիշես երբ ես Հեծանիվ մկողցա, բայսիկլ մկողցա Դում պերի Տուն ինձի օգնեցիր, որբեսի բահեմ զայն, որ հայրս չիմանա Գհիշես երբ ես ծրամ կողցա ծրացիիս ծրամաբանագեն Ինձի հետ ձախսեցիր և շուգակացինք Գհիշես որ վիճեցիր գրվեցար հորս հետ, որովհետև հայրս դպրոց կացած էր, որովհետև իմ կործած սխալս ուղել, շտկել, որովհետև փոխանակ գարտարի սորվեի, ուրիշեն կործած էի քնության հարցումներում բադասխանները։ Եվ ետքը զիս դպրոցեն դուրսրին, վրընդեցին։ Գսեմ այրիկ, ես բարձապես երեխա էի, ետքը դարձա աշխույժ բադանի երդասարդ, իսկ հիմա ես գրվազան մարդ եմ։ Ես բարձապես երեխա էի, ուղղության գարիք ուներ, ոչ թե պաշտպանելու, բայց ես դեռ գներեմ քեզի։ Շնորհակալ եմ ման, որ ինձի կյանք տվիր, բայց նաև օգնեցիր ինձի, որպեսզի այդ կյանքը գործընծնեմ։ Քու դղատ հանցագործ է։ Հանցագործ, որ այսօր մահաբադիժի պիտի ենթարկվի։ Գուզեմ հիշեցնել, նամակը գսե, որ ով որ կհրաժարի բաժել իր զավակին, կնշանակե թե չի սիրել իր զավակը։ Իսկ անոնք, որոնք կսիրեն, ամեն ինչ կնեն, որ երեխան ճիշտ ուղիով դաստիարակվի եւ մեծնա։ Գրթությունը, դաստիարակությունը ամենահզոր զենքն է, որու միջոցով կրնաս աշխարհը փոխել։ Ուրեմն դաստիարակեցեք ձեր զավակները, որպեսզի երբ մեծնան չբաճվի։ Եվ նամակին դագը գքրե, գխնցեմ, որ ուղագի ուղարգեք այս նամակը ոչ թե միայն մորս, որքան գարելի է շատ ծնողներու և դարածեք ամեն դեղ, որպեսզի իրենք իմանան, որ ծնողն է պատասխանատուն երեխան մեծնելուն և ճիշտ դաստիարակելուն համար։ Սիրելիներ, սիրելի հավատացիներ, այսօր մայրերու օրվա արդիվ եկեք հարկանքով խոնարհենք մեր բարեպաշտ, հավատացյալ, մեզի գարեկցող, հերոսի, նահատակի կյանք ապրող բոլոր մայրերուն։ Եվ Աստված հիշատակը օրհնյալն է, բոլոր այն մայրերուն և մեծ մայրերուն, որոնք ֆիզիկապես մեզի հետ չեն, հավիտենական կյանքին մեջ մեզ բաժնված են։ Իսկ մեր շատ սիրելի մայրերուն, մեծ մայրերուն գաղութենք, որ Աստված ձեզի շնորհե առողջությամբ արև շատ օրեր Օրհնապեր մայրեր օր ձեր բոլորին իր փառքին համար
ամեն։ Պիտի խնդրեմ ոտքի ելեք եւ հատուկ աղոթք մատուցենք։ Եվ ապա մեր Տերոջ սորվեցուցած աղոթքով գվերջացնենք։ Մեր Տերը մեր Աստվածը, շնորհակալ ենք քեզ մեր հրաշքներու, դողդություններուդ եւ բարիքներուդ։ Մենք մեր աչքերը բացած ենք այս աշխարհին, որովհետեւ շնորհ կրած ես մեր մայրերուն։ Իրենց զոհողության, իրենց նվիրվածության, իրենց ծառայության, իրենց հավատքի կյանքին համար։ Քեզի փառք կտանք մեր մայրերուն, մեծ մայրերուն, մեր հորաքույրներուն, մորաքույրներուն եւ բոլոր անոնց, որոնք ներծում ունեցած են, օգնած են դաստիարակելու մեզ քու ջամփուտ մեջ։ Ով դեր գիշենք բոլոր ան մայրեր, մեծ մայրեր, որոնք ֆիզիկապես մեզի հետ չեն, բաժնված են եւ հավիտյան քեզի հետ կապրին, ով դեր իրենց հիշադակը օրհնյալն ես, եւ մեր ապրող մայրերուն, մեծ մայրերուն գաղոթենք, իրենց ընտանիքներով, այդ սերկը թովանիլը, իրենց առողջ կյանք պարգևե, հավատքով հաստատ բայ, իմաստությամբ լեցուր, որովհետեւ դաստիարակեն իրենց զավակները քու ջամփուտ մեջ քու վախովդ։ Եվ բահե պաշտպանե քու թևերու տակ։ Օրինագելի այս կյանքը թող փոխանցվի հաջորդ սերունդներուն։ Եվ փառքը քեզ ելա։ Օրհնե մեզ, օրհնե մեր ընտանիքները, օրհնե մեր մայրերը եւ օրհնապեր օրհնորհե քու փառքիդ համար։ Ամեն։ Մեր Տերոջ սորվեցուցած աղոթքը միասնապար գաղոթենք։ Զիքոյ արքայություն, զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ցեզ բոլորովին սուրբն է, ու ցեր հոգին մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը, ցեր բոլորին, ցեր ընտանիքներուն, ցեր հարազատներուն հետլա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, բահե եւ պաշտպանեցես, հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։